գիտեք, որ աշխարհում ընդամենը 5 քաղաք են համարվում վարդագույն։ Գրում է ֆրանսիական ամենահայտնի պարբերականներից Le Figaro-ն, հոդվածի առաջին նկարը Երևանը։ Իմ գրավիչ ճանապարհորդությունը աշխարհի ամենահին քաղաքներից մեկում, Հայաստանի մայրաքաղաքի Երևանը շատերի քաղաքային ուղևորությունների ցանկի վերևում չէ, բայց իր տպավորիչ ճարտարապետությամբ, Արարատ լեռան տեսարաններով եւ հնագույն մշակույթով այն պետք է լինի։ Այս անգամ բրիտանական հեղինակավոր The Times պարբերականում է Հայաստանը, պատմությամբ, ճարտարապետությամբ, եկեղեցիներով։ Forbes-ը փաստագրում է Հայաստանի գինու պատմությունը ձգվում է 6000 տարի։ Բրիտանական հեղինակավոր մեկ այլ պարբերական պատմում, թե ինչ գրավչություններ ունի աշնանային Հայաստանը։ Աշխարհի հեղինակավոր պարբերականների գլխագրերում Հայաստանն այսօր ավելի շատ է հանդիպում։ 21-րդ դարում թվային մարքեթինգը կամ թվային գործիքակազմը շատ կարևոր է։ Այդ իսկ պատճառով զբոսաշրջության կոմիտեն աշխատում է մի շարք միջազգային պարբերականների հետ, ինչպիսիք է Forbes-ը, National Geographic-ը, Wanderlust-ը։ Օրինակ Forbes-ն արդեն 2 հոդված է հրապարակել հուլիսին եւ օգոստոսին, եւ այս ամսվա վերջ եւս մեկն է լինելու։ Մենք ունենք վիճակագրություն, այդ անալիտիկան իրականացնում ենք եւ ամեն տարի մի փոքր շտկումների ենք իրականացնում այդ թիրախային երկրների ցանկում։ Forbes-ի դեպքում մեր համար աշխատում էին Forbes-ի գերմանալեզու լրագրողները, որոնց նյութերը հրապարակվում են 5 գերմանալեզու Forbes-երում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան եւ եւս 2 գերմանալեզու երկրներ։ Աֆրիկայից արաբական երկրներ, Չինաստան, Ղազախստան, տարբեր ուղություններից հյուրընկալում ենք լրագրողներ, տուրիստական ու ֆուդ բլոգերներ։ Հրապարակվող հոդվածների ու տեսանյութերի թիվը սակայն ծախսվող գումարներից ավելի շատ է։ Շատ դեպքերում կոմիտեն չի էլ իմանում։ Շատերը պարզապես ընտրում են Հայաստանը, հիանում ու ներկայացնում տպավորությունները։ Իրականում բյուջեն շատ փոքր է, համեմատ օրինակ մեր հարևան երկրների Վրաստանի եւ Թուրքիայի հետ փոքր է շատ մեր բյուջեն մարքեթինգի, բայց իր արդյունքը նաև մենք նկատում ենք այդ չվճարվող եւ մեզ համար երբեմն անակնկալ շատ հետաքրքիր հոդվածներով։ Թիրախային 3 ուղղություն կա Հայաստանը ճանաչելի լինի որպես պատմամշակութային երկիր, որպես համեղ սննդի անկյուն։ Մեր երկիրը նախընտրում են նաև նրանք, ում համար նախընտրելին արկածային հանգիստն է։ Պարբերականների ու նաև բլոգերների միջոցով կոմիտեն եւս 2 ուղղություն է փորձում ակտիվացնել։ Դա բժշկական զբոսաշրջությունն է, ինչի ուղղությամբ մենք շատ մեծ աշխատանք ենք տանում։ Եվ երկրորդ ներուժ ունեցող ուղղությունը դա էկո կամ ագրոտուրիզմն է։ Արդյունքում Հայաստանն այսօր տարբեր հեղինակավոր մրցույթներում ոչ միայն նոմինացվում է, այլև հաղթում։ Բերլինում ITB Berlin միջազգային ցուցահանդեսի ընթացքում մենք արժանացանք լավագույն արկածային զբոսաշրջություն ուղղությանը, ինչպես նաև ընդամենը օրեր առաջ մենք հաղթող ենք ճանաչվել Best World Heritage Award-ում, այսինքն լավագույն պատմամշակութային ժառանգություն ունեցող երկիր։ Հոկտեմբերին համաշխարհային զբոսաշրջային մրցանակաբաշխության ժամանակ Իտալիայում Հայաստանին կհանձնեն հաղթողի այդ մրցանակը։ Միջազգային մրցանակաբաշխությունների վրա մենք ազդեցություն չունենք։ Նրանք ինքնուրույն իրենց մոնիտորինգն են կատարում, ինքնուրույնաբար են որոշում այցելել այն այցելավայրերը, որոնք հետաքրքիր են եւ համեմատում են տարբեր երկրների նմանատիպ այցելավայրերի հետ, եւ իրականում շատ հաճելի է ստանալ այդ էլեկտրոնային նամակը եւ բացահայտել Հայաստանը որպես լավագույն մշակութային ժառանգություն ունեցող երկրներից մեկը։ Երկիր, ուր ինչպես գրում է The Times-ի թղթակիցը, հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը։ Իրինա Մկրտչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։